Շնորհակալություն, հարցը ուղղված է Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակային աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանին կատարված երկու զիջումներից մեկը, վերջին զիջումների մասին է խոսքը, վերաբերում է միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը ետ քաշելուն։ Հիշեցնեմ մեր հանրությանը, որ դրանք վերաբերում են ադրբեջանական ցեղասպանական գործողություններին, Արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Մի քանի առիթներով դուք, պարոն Փաշինյան եւ արտգործնախարարը ակնարկել եք միջազգային հանրության անտարբերության, ինչպես նաեւ Արցախի հարցում հակուղայնության մասին։ Սակայն նվազագույնը վերջին շրջանում մի քանի միջազգային փաստաթղթեր կան, որոնք բավական լուրջ քաղաքական ներուժ ունեն Արցախահայության իրավունքները պաշտպանելու համար։ Դրանց թվում են միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 23 թվականի ժամանակավոր միջոցները եւ Եվրոպական խորհրդարանի 2 եւ հատկապես վերջին բանաձևը, որը ադրբեջանական գործողությունները գնահատում է իբրև էթնիկ զտում եւ նաեւ կոչ է հողում ապահովել հայերի անվտանգ վերադարձը, պահանջում հայ գերիների ազատ արձակում։ Շվեյցարական նախաձեռնությունը եւս գնահատելի է եւ հակառակ Ալիևի այն պնդումներին հռետորաբանությանը, թե Արցախյան հարցը փակված է, այնուամենայնիվ Շվեյցարիան պատրաստական է բանակցային հարթակ տրամադրել եւ կարեւորում է հայ գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը կարեւորում են Մայքլ Վոլցը, ԱՄՆ անվտանգային հարցերով խորհրդական նախագահի, Անիտա Հիպերը եւ արտաքին հարաբերությունների անվտանգության հարցերով գլխավոր խոսնակը։ Կարող է էլի փաստեր բերել, բայց ձևակերպեմ հարցս։ Ինչպես է պատրաստվում իրացնել այս գործիքները Հայաստանի կառավարությունը, քաղաքական կապիտալը կամ միջազգային քաղաքական կապիտալը, ես այդպես կասեի, կառավարությունը եւ շատ ավելի կոնկրետ ինչ գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի Հանրապետության կառավարությունը գերիների վերադարձի ուղղությամբ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան հարցի համար։ Գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու, որովհետև այն գործիքակազմերը, որոնք նախկինում մենք կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել եւ ապագայում էլ պիտի կիրառենք, դա շատ կարեւոր հարց է, որը մեզ անհանգստացնում է, որպես հումանիտար հարց, որպես քաղաքական հարց, որպես կարևոր թեմա տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու վերաբերյալ, ինչ վերաբերվում է ձեր բառամթերքին, զիջումների մասին, ես ուզում եմ կրկին ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գետ մի նախադասություն, որը վերաբերվում է կամ պարտավորություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար եւ պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի Հանրապետության համար։ Այդպիսի որևէ բառ նախադասություն, բառակապակցություն պարզապես գոյություն չունի։ Եվ ընդհանուր առմամբ իրադրությունը գնահատելու համար ես կարծում եմ, որ մենք ունենք մի շատ կարևոր խնդիր։ Մենք ինչի մասին ես նախկինում խոսել եմ, մենք ընդհանուր առմամբ պետք է ավելի լավ ճանաչենք այն աշխարհը, որում ապրում ենք, այն կանոնները, որոնք գործում են այդ աշխարհում, այն միջավայրը, որում մենք գործում ենք, ֆունդամենտալ առումով դուք գիտեք եւ դա եղել է հրապարակային, ըստ էության վերջին տարիները մեզ համար հենց այս նպատակին են ծառայել, որպեսզի մենք տեսնենք, թե որտեղ է, որ մենք բավարար չափով չենք ճանաչում այն միջավայրը, որում գործում ենք եւ ինչ պետք է անենք, որպեսզի միացրեք պարոն Եղոյանի բարձրախոսը։ Այդքանը։ Պարոն Փաշինյան, շատ տխուր է, եթե ոչ մի բանի մասին
ճիշտ ասած երևի ձեզ օգնեց այս ինչ որ անպատասխան զանգը, որ ավարտեք ձեր ոչինչ ասող խոսքը, բայց նախ ուզում եմ մի գնահատում անել։ Հայցերը հետ վերցնելով դուք թույլատնում եք Հայաստանի դիրքերը։ Սա կարևորագույն գնահատում է։ Երկրորդը, ես խորը համոզվածություն ունեմ եւ մեր հասարակությունը անկախ Հայաստանի իշխանության, կառավարության գլխում ովքեր են եւ ինչ է քաղաքական ուժ, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հետապնդումը եւ ճակատագիրը որպես հանրապետություն նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է։ Այն որ զիջումները ավելի քան համարձակ են, դուք հերքում եք զիջումները, այդ մասին խոսեց նույնիսկ Գերմանիայի արտգործ նախարարը, ողջունելով այս ճակերտավոր խաղաղության ընթացքը։ Իսկ զիջումները առանց փոխադարձության չեն լինում։ Այո, ես հասկանում եմ անվտանգային այն մղձավանջը, ինչի մեջ նաև ձեր քաղաքական իշխանության եւ քաղաքական պատասխանատվության եւ արժանապատվի արդյունքում հայտնվել է Հայաստանը, բայց ինչու չեն գործադրում փոխադարձության սկզբունքը։ Դուք հրաժարվում եք բոլոր գործիքներից, որոնք մեզ ուժեղացնում են, հետո ասում եք, թե դուք ոչինչ չեք զիջում, եւ հետո մենք ունենք այն դատավարությունը, որը նույնիսկ միջազգային բառապաշարով unlawful detention, ապօրինի դատավարական գործընթացներ, եւ դուք կարծես թե ասելիք չունեք։ Ես կոնկրետ հարց էի տալիս գերիների վերադարձի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչ գործողությունների ծրագիր ունի։ Ես կարծում եմ սա 5-րդ կամ 4-րդ անգամ եմ այս հարցը բարձրացնում։ Սա մեր հավաքական արժանապատվության հարցն է։ Տիկին Գալստյան, հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց եւ այն վավերացնելուց հետո։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում, այսինքն այդ հայցերը հետ վերցնելը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, վերաբերվում է Ադրբեջանին։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է, ինչպես դուք եք նշում, թուլանալու, այնքան թուլանալու է Ադրբեջանը։ Այսինքն սա ֆունդամենտալ արձանագրումն է։ Երկրորդը, որը շատ ավելի ֆունդամենտալ մի հարց կա, եւ ես այսօր sense թե նենց պլանավորել էի այդ մասին խոսել եւ կխոսեմ այդ մասին, ֆունդամենտալ հարցը հետեւյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզում է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չի ուզում շարունակել, այսինքն մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, թե պիտի չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ, ասելով թե ինչ դերակատարում է, ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Եվ ուզում եմ ասել, որ այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է։ Պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի եւ մեր ընկալումը համապարփակ է եւ ամբողջական։ Շնորհակալ եմ։